Երթևեկության կանոնների ևս մեկ խստացում, վարորդը կեղծված կամ մեկ այլ վարորդի տրանսպորտային միջոցից վերցված հաշվառման համարանիշով մեքենան վարեց, քրեական պատասխանատվության առջև կկանգնի։ Կեղծիքը ինքնին հանցագործություն է իրենից ենթադրում եւ չի կարող վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում տեղ գտնել, ինչպես նաեւ մենք ունենում ենք երկու դեպք՝ փոխարինված կամ այլ տրանսպորտային միջոցից վերցված, փոխարինվածը դա այն դեպքն է, որ տրանսպորտային միջոցի սկզբանե չունի հաշվառման համարանիշ եւ դնում է այլ հաշվառման համարանիշ, իսկ այլ տրանսպորտային միջոցն է, որ ինքը արդեն իսկ ունի հաշվառման համարանիշ, սակայն տրանսպորտային միջոցի վրա ուրեմն տեղադրվում է այլ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը։ Ներքին գործերի նախարարությունը մտահոգիչ է համարում նաև առանց վարորդական իրավունքի մեքենա վարելը։ Օրենսդրական փոփոխությունը վերաբերում է նաև վարորդական իրավունքից զրկվածներին։ Երբ որ անձը ի սկզբանե չունենալով վարորդական իրավունք վարում էր տրանսպորտային միջոց եւ ըստ էության ընդհանրապես բաց էր մնացել այս հատվածը եւ նույնպես հանգեցնում էր պատժից խուսափելու։ Երբ տրանսպորտային միջոցի վարորդը ի սկզբանե վարելու իրավունք չունի, սակայն տրանսպորտային միջոցը վարում է, այս դեպքերի համար ընդհանրապես նախատեսված չեն սանկցիաներ։ Մենք մի շարք հոդվածներում նախատեսում ենք 200,000 դրամի չափով վարչական տուգանք։ Բավական չէ վարորդական իրավունքից է զրկված քաղաքացին, նաև երթևեկության կանոնների խախտումներ է կատարում։ Օրինակ անցնում է կարմիր լույսով։ Այս դեպքում էլ քաղաքացու պատասխանատվությունը կխստացնեն։ Զրկված վիճակում տրանսպորտային միջոց վարելը նախատեսում էր քրեական պատասխանատվություն։ Այստեղ ավելացվում են նաև վարչական իրավախախտման դիսպոզիցիաներ եւ սանկցիաներ, որ բացի այն, որ զրկված վիճակում վարորդը տրանսպորտային միջոցը վարել է, այդուհանդերձ կոնկրետ վարչական իրավախախտման համար, այսինքն կարմիր լույս է անցել կամ այլ ինչ որ վարչական իրավախախտում է կատարել, այս դեպքում նախատեսվում է վարչական տուգանք ևս։ Լինում են դեպքեր, երբ ոչ սթափ վիճակում վարորդը մեքենա է վարում եւ խուսափում է ներկա գտնվել վերջնական ակտի եւ փորձաքննության ժամանակ։ Փոփոխություններով վարորդի ներկա չգտնվելու դեպքում էլ ակտ կկազմվի։ Այդպիսով շրջանցելով օրենքը չեն ենթարկվում պատասխանատվության, մենք նախատեսում ենք իրավախախտ վարորդի բացակայության պայմաններում ևս հնարավորություն, որպեսզի վարչական ուրեմն արձանագրությունը կազմվի։ Կարգազանց վարորդներ կան, որոնց մեքենաները ստանդարտներին չհամապատասխանող լուսային եւ ձայնային սարքավորումներով են, կարմիր փարոսիկներով են մեքենան վարում։ Նրանց ևս վարչական պատասխանատվության կենթարկեն։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենսդրական բոլոր փոփոխություններին։ Նախագիծը կգնա լիագումար նիստերի օրակարգ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։